Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները, եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ, միասին աշխատելու եւ նաև հարգում ենք ինքնիշխանությունը եւ մենք այսպես է լավագույնս գործում երկկողմ հարաբերություններ։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում եւ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ եւ մենք կարող ենք միմյանց օգնել միասին հասնել այդ ավելի լավ ապագային։ Եվ նաև փոխհմբռնման հուշագիրը կարևորագույն հանքանյութերի մասին, սա կրկին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է եւ լինի դա Վաշինգտոն պատվիրակությունների այցերի ժամանակ թե իմ այցերի ժամանակ կարևորագույն հանքանյութերի մասին մենք շատ ենք խոսում բոլոր տեխնոլոգիաները, բոլոր նորարարությունները 21-րդ դարում սա անհրաժեշտ գործոն է եւ դրանց մշակումը եւ դրանց վերամշակումը արդյունահանումը կարեւոր է ապագա բարեկեցության համար այն երկրները որոնք կարող են դա անել կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել եւ կկարողանան հայտնվել նորարարությունների կենտրոնում 21-րդ դարում իսկ նրանք ովքեր հետ կմնան կտուժեն դրանից եւ մենք կարող ենք միասին աշխատել որպեսզի մեր երկու երկրները մեր երկու տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին եւ սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի սա նաեւ կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը որը կարևորագույն գործոն է 21-րդ դարի համար